Բարև ձեզ բարեկամներ, նախ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին եւ ասեմ, որ ամեն անգամ, երբ մեր տաղավարում ենք, հյուրընկալում ենք Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ մեր հանրահայտ պետական գործիչ Պարուր Հայրիկյանին, մենք հասկանում ենք, որ իսկապես շատ հաճելի զրուցակից է մեզ հյուրընկալելու։ Պարոն Հայրիկյան, բարև եք եկել։ Բարի տեսանք։ Ես պիտի ասեմ, որ առաջին անգամ մեր այս երկար տարիների համագործակցության ընթացքում դուք բավականին ուշացումով այսօր եկաք տաղավար։ Հարգելի ուշացում էր ճանապարհին մի վթար ականատես եղա, երիտասարդ աղջիկ հարվածել էր այդ սննդամթերք տանող։ Այո, մատակարարող այդպես ասած։ Մի երիտասարդի հնդիկ չէր արգությամբ։ Կամ հնդիկ կամ այն կողմերից մի քիչ թուխ մաշկով ես էի ամենամոտ առաջինը ես ասա, բայց ինձ շատ ուրախացրեց հայ մարդկանց վերաբերմունքը։ Երկու աղջիկներ արագ մոտեցան ու հասկացան, որ անգլերեն է, հետո տղամարդիկ մոտեցան, այնքան հաճելի էր, որ այդ ծանր իրավիճակում, երբ այդ հնդիկ երիտասարդներ էր դե շոկի մեջ էր հուզված էր, մանավանդ վարորդ աղջիկը, որ մտածում էր ինչով օգնի, այդպիսի զանգվածային աջակցություն ու բոլորը մտածում էին ինչով օգնել։ Դա էր, կարծում եմ բնական կհամարեք մի փոքր ուշացումս։ Ոչինչ, դե այսօր գիտեք ինչ որ է, այդ իսկ պատճառով անհանգիստ է, որտեղ դուք սովորաբար նման օրերին չեք ուշանում։ Եթե օրվան անդրադառնանք եւ ուրախացնող օր է եւ տխուր օր իր զարգացումներով, որովհետեւ 1988 թվականին Արցախի ներկայացուցչական մարմինը աննախադեպ քայլ կատարեց։ Դաղամբողջ սովետական միության տարածքում այդպիսի բան չէր եղել, որ տեղական ինքնակառավարման մարմինը հիմնականում բաղկացած կոմունիստներից ինքնորոշման քայլ կատարեր։ Նրանք մի կողմ դրեցին նամակ Ռուսաստագավորին գործելավոճը, հիշեցին կամ ծանոթացան, տեղեկացան ինքնորոշման սկզբունքի մասին եւ Արցախի ինքնավար մարզ այն ժամանակ այդպես էր կոչվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ որոշում ընդունեց, որ իրենք պետք է միանան Հայաստանին։ Դա բովանդակությունից անկախ ինքնորոշման, բռնապետություններին հակասող ինքնորոշման մի բացառիկ ակտ էր, որի համար ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց եւ Արցախը եւ հայ ժողովուրդը։ Իսկ տխուր է նրանով, որ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ անփառունակ զարգացումների ականատես եղանք մենք, մեղմ եմ ասում։ Այո, դե պիտի ասեմ, որ դուք արդեն, եթե չեմ սխալվում, 10-րդ անգամ դիմել եք իշխանություններին սահմանադրական այդ փոփոխությունների փաթեթի հետ կապված գործընթացների կապակցությամբ եւ ոնց որ վերջապես ստացաք մի այսպիսի լուր հաշվի կառնենք, հա, այդպես մոտավորապես այդպես է, բառացի ասեմ իսկապես արտառոց է եւ զարմանալի էր շատերի համար, թե ես ինչպես եմ այդպեսի հետեւողականությամբ նույն հարցը կրկին բարձրացնում։ Ես կարծում եմ, թե որ մեր ամբողջ հանրությունը կհամախմբվի ինձ հետ կլինի, բայց բարեբախտաբար 16 քաղաքական ուժեր կան, առաջիկա օրերին ես արդեն նրանց անունները հրապարակավ կանչեցնեմ, որովհետեւ ինչ որ զարգացման հասանք վերջապես։ Այո, փետրվարի 6-ին ես 10-րդ անգամ ներկայացրի եւ կառավարությանը հիմնականում եւ մեր հանրությանը մեր հայեցակարգը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եւ պատրաստի նախագիծ, որը ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք ցավոք սրտի այն ժամանակին հոգեհարազատ ընկեր Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ ինչու հոգեհարազատ, որովհետև սահմանադրական հարցերում մենք շատ ընդհանրական ենք եւ ինքը շատ բարձր էր գնահատում իմ ներդրումը։ Հանկարծ նրանք որոշեցին թաքցնել այլ ընտրանքը։ Ես հիշելով թաքցրին, հետո անցան, գիտեք, Մերժիր Սերժին, այսինքն Սերժ Սարգսյանի սահմանադրությունը կարգախոսով իշխանության եկածները պիտի որ դա առաջին գործը համարեին։ Դրա համար մինչև 20 թվականը 3 անգամ մենք դիմել ենք, հիշեցնելով, որ երիտասարդ դու դրա համար այսպես կոչված հեղափոխություն ես արել, ինչի՞ չես զբաղվում սահմանադրությամբ։ 20 թվականին ինքը սկսեց խոսել բարեփոխումների մասին, չներկայացնելով նույնիսկ նախնական գնահատականներ։ Անհեթեթ էր, երբ դու ասում ես ինչ բանը վատն է, պիտի ասես, այս բաները վատն են, հետեւաբար պետք է անենք այս լավ բաները։ Ի վերջո ընդունվեց սահմանադրական
բարեփոխումներ սկսելու ծրագիրը, որ իրենք պարտավոր էին ավելի վաղ անել, նորմատիվ իրավական ակտեր ու ձախողումներ։ Այդ ընթացքում ես տալիս էի փաստաթղթեր, բայց շատ խիստ քննադատական խոսքով։ Այս վերջին 10-րդ անգամ ես մոտեցա այնպես, ինչպես ուսուցիչ աշակերտին, որ կամ դպրոցականին ասենք, ասում ես լսիր, դուք ինչ որ գործ եք քննարկում։ Ես ձեզ նախագծեր եմ տվել, հիմա տալիս եմ որպես այլընտրանք։ Եթե այս այլընտրանքը նույնիսկ չես ընդունում, այս այլընտրանքը քեզ կօգնի քո գործը լավ անելու։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ այն ինչ մենք ներկայացնում ենք, դրան այլընտրանք չկա։ Ճիշտ եք ասում, Արդարադատության նախարարությունը այս անգամ ճիշտ ժամանակին արձագանքեց, որովհետև հանրագրերը ունեն ժամկետներ որոշակի։ Բայց միանգամից ասեմ բովանդակությունը հետևյալն էր, կարող եմ նաև ընթերցել բառացի, ասում է մենք ստացանք կառավարությունից ստացանք ձեր առաջարկները եւ նոր սահմանադրություն ընդունելու կոչված խորհուրդը նկատի կունենա ձեր առաջարկները։ Հիմա դա Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պատասխանն է։ Ես իմ պարտն եմ համարում շարունակել իմ արդեն իրեն արդարացրած գործելակերպը եւ առաջիկա գուցե հենց այս 2 օրերի ընթացքում ուզում եմ ուղղակի արդեն քանի որ դա ԱԻՄ-ի նախաձեռնություններ ոչ միայն անձամբ ինձ ԱԻՄ նախագահության անդամների հետ քննարկել նոր եւ հիշեցնել որ կա կուսակցությունների մասին սահմանադրական օրենք եւ այդ կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում որը միակն է, որ երաշխավորում է ժողովրդավարությունը Հայաստանում։ Այնտեղ ասված է ոչ թե ստացված հանրագիրը պետք է նկատի ունենալ, այլ ասված է պետք է քննարկել։ Եվ այդ պետք է քննարկել դրույթը չկատարելը ծանր հանցագործություն է, որովհետև խոսքը վերաբերում է սահմանադրական օրենքի։ Ես հիմա մտածում եմ մի հատ հիշեցնել եւ արդեն այն 16 կուսակցությունները, որոնք պատրաստակամություն են հայտնել, ոչ թե պատրաստակամություն են հայտնել, ողջունել են, միացել են իմ այս նախաձեռնությանը, երևի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն միասնական հայտարարությամբ ու կոչով հանդես կգանք։ Ի վերջո միշտ պետք է հաշվի առնել, որ մենք լինելով դրանով հպարտանում ենք, չէ՞ քրիստոնյա ազգ, պիտի երբեք որևէ մեկի վերջնականապես կորած չհամարենք ապաշխարելու հասկացությունը։ Բայց քաղաքական գործունեության մեջ էլ ապաշխարելն այն է, որ ես հայտնի դեպքերի հետ եմ ծանոթ։ Գիտեք, մի կարկառուն հրշական 98 թվականին ասեց «Բարույր, մենք քեզ պիտի առաջադրենք» եւ 98 թվականին ինձ առաջադրեցին ազգային ժողովի նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Այսինքն դա աներևակայելի էր։ 5-6 տարի անընդմեջ ինձ հետ կռիվ իմ աստվածների դեմ հակադրվող մարդը հավաքելով մի խումբ, ես ստացա 40 ձայն։ Ի վերջո Վազգեն Սարգսյանը կողքից հրամայել էր, հիշում եք, բազայի անկար, նա ասաց, որ այն ժամանակ հրշականների մի մասը միանգամից դարձան երկրապահ, մի օրվա մեջ փոխվեցին, այդ երկրապահն ինչ գործ ուներ պարլամենտում դա էլ է անհայտ, ինչև ես չընտրվեցի, բայց տեսել եմ։ Հիմա մենք չպետք է բացառենք նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման ամենավատ խոսքերի արժանացած հանրության կողմից անձին սխալ ուղղելու հնարավորությունը։ Մանավանդ որ գիտեք, այս նախագծի ընդունումով ինքը կարող է Թրամփից ավելի շուտ դառնալ այն մրցանակի դափնեկիրը, որին ձգտում էր Թրամփը։ Այս գաղափարը երբ դրվի շրջանառության մեջ, գաղափարը կյանքի կոչող անպայման կստանա Նոբելյան մրցանակ։ Ինձ դա պետք չի, ինձ պետք է որ մեր ազգը իսկապես լինի ժողովրդավարական։ Դա էլ թողեցօրվա Արդարադատության նախարարը ստանական որևէ մեկը, բայց դա շատ կարևոր բան է ու նախ եւ առաջ մենք մեր մեջքն ենք ուղում, երկրորդ տեսեք մենք խնդիրներ ունենք, չէ՞։ Օրինակ բոլոր անանք ստացած են, որ սահմանադրությունից կարող է հանվել անկախության հռչակագիրը։ Ալիևը բռնապետ է, Էրդողանը բռնապետ է, նրանք բռնապետին վայել մտածողությամբ ասում են սահմանադրության միջից այս բանը պիտի հանվի։ Այ փոքրիկ տգետներ, ասում եմ այդ երկրների նախագահներին, սահմանադրության միջից որևէ դրույթ հանելը Նիկոլի գործը չէ, դա հայ ժողովրդի գործն է։ Դուք փորձում եք ձեր կամքը ոչ միայն Նիկոլին, այլ Նիկոլի միջոցով պարտադրել հայ ժողովրդին։ Հիմա այս բերի տակից էլ Նիկոլը կարող է դուրս գալ, ասելով որ գիտեք, ի տարբերություն ձեզ,
Չնայած ինքը շատ չի տարբերվում։ Ինքը վերջին շրջանում միայն բռնապետական դրսևորումներով է հանդես գալիս։ Ի տարբերություն ձեզ, ես ժողովրդավարական երկրի ներկայացուցիչ եմ, իմ երկրում էլ նաև նախկին ձեր ժողովրդավար գործիչների ղեկավար Թոֆիկ Գասիմով, արտգործնախարարն էր, Արազ Ալիզադե, իրենց սոցիալիստական կուսակցության ղեկավարն է, հիմա էլ է գործում։ Դրանք եղել են իմ ղեկավարած կոորդինացիոն կենտրոնի անդամներ եւ նրանք էլ են իմ ընտրությանը մասնակցել, երբ ընտրվել եմ արդեն Պրագայում։ Այսինքն դրանք կարելի ասել, ես ժողովրդավար եմ, տեսնեք մեր ժողովուրդն ինչ կասի։ Դուք ձեր առաջարկներն եք անում, դուք ձեր երկրում սահմանադրությունը ժողովրդավարության համար է։ Այսինքն այդ հարցներն է լուծվում։ Եթե իրենք դնում են քննարկման, այսինքն պիտի դնեն, այլ կերպ չեն կարող։ Ասացին նկատի կունենանք, ես հիշեցնում եմ, որ չասեմ տղա ջան, հարգելիս, օրենքը պահանջում է քննարկել։ Քննարկմանը բնականաբար պիտի ներկայացնողը մասնակցի, բաց պիտի լինի քննարկումը, որովհետև նորմատիվ իրավական ակտում 22 թվականի հունվարի 27-ի հստակ գրված է աշխատում են հրապարակավ։ Հրապարակավ քննարկելու դեպքում ոչ մի իրավաբան, ոչ իրավաբանները կարող է հակադրվեն իրենց չիմացության պատճառով։ Ոչ մի իրավաբան չի կարող ասել, որ բացարձակ ժողովրդավարության իմ ներկայացրած նախագիծը ինչ որ հակասություն ունի իրավունքի հետ, միջազգային իրավունքի հետ, նաև մարդու իրավունքների հետ եւ ընդհանրապես սահմանադրականության գաղափարի հետ։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք հիմա նոր փուլում ենք եւ առաջիկա 1 շաբաթը 10 օրը կարող են վճռորոշ լինել։ Զարգացումների մասին մի անգամից ասեմ ինչ է հնարավոր, քննարկելուց հետո սա կարող է շատ արագ ուղարկվել պարլամենտ։ Կառավարությունը չի կարող հավանություն չտալ այդ նախագծին, որովհետև կառավարությունը մեր պիտի բանական մարդիկ խոսեն։ Բանական մարդը չի կարող հանրության առաջ ասել սևը սպիտակ է։ Պիտի ասի սպիտակը, իմ ամբողջ վստահությունը բխում է նրանից, որ ես ճշմարտությամբ եմ առաջնորդվում եւ շատ կարեւոր մի բան կա, որ ցավոք սրտի մեծ մասի համար այնքան անցալելի չի, այստեղ հիմքում ընկած է քրիստոնեական մարդկանց իրավահավասարության գաղափարը։ Հիսուս Քրիստոսի ասածը՝ չկա Տեր, չկա ծառա ինձ համար։ Եվ այդտեղ արդեն արդարության ճանապարհով լավագույնները ասպարեզգիչն են։ Կներեք, որ երկար պատասխանեցի։ Շատ հետաքրքիր է միջոցից ասեմ, պարոն Հայրիկյան, շնորհապետական կուսակցությունը օրերս շատ հետաքրքիր կլոր սեղաններ նախաձեռնել, միգուցե ասեք դա ինչ կլոր սեղաններ, քանի որ դուք եք ներկա եղել։ Ես ոչ միայն ներկա էի, այլ այնտեղ բաժիններից մեկը վերաբերում էր սահմանադրական հարցերի քննարկմանը, որտեղ կարող եմ ասել գլխավոր զեկուցողը ես էի մատուցում, ինձ համար շատ ուշագրավ էր, որ շատ մարդիկ մասնակիցներից ասեմ, որ դա կլոր սեղան էր, այսինքն մտքերի արտահայտման տեսակետից բավական ազատ ամբիոն էր։ Ես վաղուց համագործակցում եմ այլ քաղաքական ուժերի հետ, այսպես է կոչվում, ազգային համագործակցության կլոր սեղան։ Այնտեղ են քննարկում տարբեր հարցեր, բայց այս կլոր սեղանից հրավեր ստանալով եւ մանավանդ առաջարկներով ներկայացնելով ես հասկացա, որ հանրությունը որոնումների մեջ ուղիներ է փնտրում, շատ օգտակար նախաձեռնություններ եւ նախնական այս փուլում, երբ համագործակցության եզրեր են փնտրում քաղաքական ուժերը, ինձ համար ուրախալի էր, որ շատերը նկատում էին, որ շատերը խոսում էին այն բանի մասին, որ մեր անցյալ ուրանալ պետք չի, անցյալի փորձառությունը պետք է նույնպես դնել շրջանառության մեջ։ Իմ զեկույցի հիմքում ընկած էր նույն բացարձակ ժողովրդավարության սահմանադրությունը եւ ասում եմ գրկնեմ իհարկե ինձ համար հետաքրքրական էր, որ ինձ անծանոթ տարբեր մարդիկ արդեն գաղափարին ոչ միայն ծանոթ էին, այլ գտնում են, որ դա շատ կարևոր է։ Ընդհանրապես բոլոր նրանց համար, ովքեր խոսում են ընտրությունների մասին, առաջիկա ընտրություններին, այդ ընտրությունների ընթացքում արկա ստորջրյա խութերին, այսինքն խոչընդոտներին, որ ժողովրդավարության առաջ կանգնած է, սա ավելի կարճ ճանապարհ է, ավելի արդյունավետ եւ բոլոր այն բացասական բաները, որ արկա են, դրանք այսինքն գնալ սա որ ասում եմ նկատի ունեմ այս ճանապարհը։ Հենց հիմա բոլորս միասին զբաղվում ենք սահմանադրությամբ։ Ես սկզբնական խոսքում երևի չասացի, որ ասում էի այլընտրանք օգտակար է, կարծեմ ասացի։ Հիմա ասել որ կա այլընտրանք։ Մենք բռնապետությունում չենք, որ մի նախագիծ ներկայացվի, ասի սա պիտի լինի։ Կա այլընտրանք, եթե այլընտրանքը հիմա դուք չեք քննարկում նախնական փուլում, արդեն դուք ցույց եք տալիս, որ ապօրինի եք աշխատում։
որովհետև հետո կա նաև երկրորդ փուլ, parlamentum էլ պետք է քննարկվի, parlamentakan ուժերը այսօր լռում են, որովհետև իրենց ներշնչել են, որ իրենք խորհրդարանական կոչված պիղծ համակարգի կողմնակից են, դա պիղծ համակարգ է։ Այո, Հունաստանը, Գերմանիան, էլի մի քանի երկրներ ունեն, մի քանի երկրներ։ Մյուսները կամ սահմանադրական միապետություն են, կամ նախագահական, կիսանախագահական կամ բռնապետական։ Բայց սա պիղծ համակարգ է, որովհետև քաղաքացուն զրկվում է պաշտպանվելու հնարավորությունից։ Նույնիսկ Գերմանիայում, որ համեմատաբար կատարյալ է, այնտեղ իշխանության ճյուղերի կատարյալ տարանջատում չկա։ Իսկ իշխանության ճյուղերի տարանջատումը դրա համար է պետք։ Ուրեմն այս նախագծի ընդունումով շատ բան եւ շատ արագ մեր կյանքում կփոխվի։ Եվ մենք նույնիսկ կարող ենք մեր սպասածից շատ ավելի մեծ ձեռքբերումների արժանանալ, ասեմ մի բան, որ խոսքը միայն պետական համակարգին չի վերաբերում։ Մեր ներկայացրած նախագիծը նախ եւ առաջ չի ուրանում անցյալում կատարված աշխատանքը, մերը բարեփոխական նախագիծ է։ Ամեն ինչ զրոյից չենք սկսում։ Մի կարևոր բան երեք առաջ օրը շեշտել եմ, ասում եմ, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, մենք զրոյից ենք սկսում Արցախի հարցը, ինքը զրոյել հաստրեց։ Հիմա մենք թույլ չենք տալիս, որ նոր սահմանադրության անվան տակ նույնպես սահմանադրական գործընթացներ, ազգային սահմանադրական գործընթացներ զրոյից սկսվի եւ զրոյացվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իր մերձավորները այս մի փոքր հանդուրժողական ներողամիտ վերաբերմունքի միջոցով իրենց անկյուն քշված կարող է չզգան, ես էլ պատրաստ եմ ընդառաջել։ Ով սխալ է թույլ տվել, նա օրենքի առաջ դրա համար պիտի պատասխան տա, բայց ես դատավորի դեր չեմ ստանձնում, այլ օգնողի դեր եմ ստանձնում այս դեպքում։ Այնպես որ հիմա զբաղվել սահմանադրությամբ եւ ընտրությունների գնալ արդեն նոր սահմանադրությամբ, դա ոչ միայն փրկությունն է, այլ ոչ միայն բազմաթիվ արկա խնդիրներից ձերբազատվելու հնարավորություն է, այլ նաև ընդգծելու միջազգային հանրության աչքի առաջ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, աշխարհի համար օրինակելի երկիր, եւ Հայաստանը հակադրության մեջ է գտնվում ինքնորոշումը ժխտող, ինքնորոշումը ժխտելու ճանապարհով ցեղասպանություն իրականացնող բռնապետությունների հետ։ Սա շատ կարևոր գործոն է։ Պարոն Հայրիկյան, մի հարցել, դուք վերջին շրջանում լավ ինչպես ավանդույթ եք դարձել, ուրբաթ օրերը ցույցով նախաձեռնելով, անցկացնելով, միգուցե այստեղ նույնպես բացեք փակագծերը, ի վերջո ինչ են տալիս նման ցույցերը։ Մենք ցույցերի շարք էինք սկսել 3 ուրբաթ արեցինք, դա շարք էր եւ ի սկզբանե հայտարարել էինք, որ ամփոփելու ենք ամսի 18-ին։ Այո, դա ես էի սկսել անձամբ, անհատապես, որպես իսկապես ինչպես նշեցիք, Հայաստանի անկախության պայքարի հաջողության հասած առաջնորդ։ Գիտեք, շատ պայքարներ կարող են լինել, բայց ցավոք սրտի մեր ժողովրդի պատմությանը վերջին հարյուրամյակներին ուսումնասիրելով տեսնում ես փայլուն դեմքեր, գեղեցիկ նախաձեռնություններ, բայց բոլորը ձախողված։ Սկսած Ներսես աշտարակեցու հայկական թագավորությունը վերականգնելու ռուսների օգնությամբ, ցարի օգնությամբ, երազանքի տապալումից, Հովսեփ Էմին, Խաչատուր Աբովյան, Միքայել Նալբանդյան, դրանք երևույթներ էին, չէ, Ռաֆայել Պատկանյան, ի վերջո գալիս է Ռամկավար կուսակցությունը, արմենական, հնչակյան կուսակցությունը, դաշնակցությունը, դրանք բոլորը երազներ ունեին։ Ճիշտ է, անկախ Հայաստան չէին երազում, զգուշավոր էին։ Իրենք այդպես էին կարծում, բայց ոչ մեկի իր նպատակին չհասավ։ Կոմունիստներին էլ չմերժենք։ Ի վերջո ես գիտեմ, որ դա բացասական երևույթ էր, բայց ունեինք հայ կոմունիստներ, չէ՞ որ հավատում էին կոմունիզմի գաղափարին, նրանք էլ են ձախողվել։ 1966 թվականին այս տարի լրանում է 60-ամյակը։ Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի հետ ստեղծեց ազգային միացյալ կուսակցություն։ 2 տարի հետո նրանք կալանավորվեցին, ես դարձա ղեկավարը, չնայած շատ երիտասարդ էի, բայց քանի որ երիտասարդական կառույցների ղեկավարն էի, ինչևէ, հետո անկախություն հանրաքվեի ճանապարհով ու դա դարձավ իրականություն։ Հիմա այդ դիրքերից ես որպես անհատ, մարդ, որը գիտեք, փորձություններն էլ շատ կարևոր են։ Դու դրանով ես ապացուցում, որ դու քո գաղափարին հավատում ես։ Ասենք, եթե մարդը ստացել է պատիժ եւ պատժի կեսից հրաժարվում է իր գաղափարներից, որի համար որ պատժվել է, ինքը սպանում է իր գաղափարը եւ ցույց է տալիս, որ ինքը հավատավոր չի։ Իսկ գլխավոր զենքը ըստ Աստվածաշնչի, ըստ մեր հայրերի ընդունած գլխավոր զենքը հավատն է։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը չի ասում, երբ դուք կունենաք 100,000-անոց բանակ, սարին կասեք ընկի ծովը եւ կընկնի ծովը։
ասում եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, սարին կասենք, այսինքն հավատը գլխավոր զենքն է։ Եվ ես դա սկզբում չեմ հասկացել, ընթացքում, երբ դու հավատարիմ ես մնում նաև ճնշումների պայմաններում, դու դառնում ես զորեղ, եւ դա քո զորությունը չի։ Դա նրա այն բանի զորությունն է, որ դու տիեզերական ներդաշնակության մեջ հայտնվում ես ճիշտ տեղում։ Ինչևէ, ուրեմն այդ ձեռքբերումը, քանի որ դարձրել եմ իմ ժողովրդին, անկախ նրանից ինչ կասեն Հայրիկյան, օրինակ մարդը ասում է Հայրիկյանը ծերացել է։ Հիմա ինչ անեմ, ես քեզ մաղթեմ, որ դու չծերանաս։ Պատկերացնում եք, քո երեխեքին մաղթեմ, որ հանկարծ չծերանան։ Ասենք հիմար մեղադրանքներ էլ կան, բայց այդ բոլորը դնում ենք մի կողմ։ Մարդկանց մեծ մասը հիշում է, որ Հայրիկյանը իրենց անկախության պայքարի առաջնորդն է։ Եվ դա ինձ իրավունք վերապահեց։ Ես մտածեցի, որ բարոյական իրավունք եւ պարտականությունն են մարդկանց ասելու։ Խոսում եք իրավախախտումների դեմ, եկեք ցույց անենք։ Բա մեծ հանրահավաք ասի դե գգակ կլինի մեծ հանրահավաք, չէ՞ գա, ցույցը անենք։ Ցույց տանք Նիկոլ Փաշինյանին, որ գոհ չենք քեզնից։ Դեմ ենք իրավախախտումներին։ Դեմ ենք, որ Հայաստանում քաղաքականավորներ կան։ Դեմ ենք, որ դուք հզոր գործարար մարդու ասում եք, այս ինչ բառն ես ասել, դրա համար պետք է քո գործարար հնարավորություններից էլ զրկվես։ Դեմ ենք, որ հայ առաքելական եկեղեցին հայության միակ մշտատև գործած կառույցը հետապնդումների է ենթարկվում։ Այդ խայտարակություն է, չէ՞։ Եթե դու չես ասում, թեկուզ մեր հոգով մենակ կանգնում ես պաստառաբռնում։ Ինքն ասում է դու ես ինչ անում եմ, ամեն ինչ լավ է, մարդիկ գոհ են։ Նկատել եք, չի ասում է դեմ եք ցույց տվեք, որ դեմ եք, կամ դեմ եք հեղափոխություն արեք։ Հիմա ես նախաձեռնեցի այդ գործը, սկզբից հայտարարեցի, որ փետրվարի 18-ին ամփոփելու ենք, եւ փետրվարի 18-ը 2 օր առաջ իսկապես եղավ ամփոփման օրը, արդեն բավական թվով մարդիկ կային եւ հետաքրքրական է, որ ամեն ուրբաթ պաստառների թիվը ավելանում էր։ Ոչ իրավախախտումներին, ձեռքերը թեռու հայ առաքելական եկեղեցուց, ի վերջո ձեռքերը թեռու հայ ժողովրդից, ոչ ազատություն քաղաքականավորներին, Արցախի ինքնորոշման մերժումը հավասար է ցեղասպանության, այսպես մեկը մյուսից գեղեցիկ պաստառներ էին գալիս, որոշ դեպքերում շատ պարզ գրված։ Բայց դա հազարավոր մարդիկ տեսնում էին, բարեբախտաբար որոշ իսկապես ազնիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ դա նաև հնչեցնում էին, ու մենք ուրբաթ օրը ամփոփեցինք եւ ամփոփեցինք, ինչպես տեղեկացրել եմ, ինչպես արդեն ասացի, Արդարադատության նախարարությունից եկած կիսատ պռատ, բայց այնուամենայնիվ արձանագրային, որտեղ եթե ասում եմ մենք նկատի կունենանք, եթե դու նկատի կունենաս, տեսնում ես, որ ներկայացված է Սահմանադրության նախագիծ, փոփոխությունների նախագիծ, ի տարբերություն դեր նոր սահմանադրության, որտեղ քաղաքացու դերակատարությունը տասնապատիկ անգամ բարձրանում է, տասնապատիկ։ Այսինքն նույնիսկ հիմա խոսում են, չէ՞, բոլոր քաղաքական գործիչները, որ 4%-անոց այդ բարիերը բարձր է։ Բայց այստեղ մի տոկոս էլ չի։ Այստեղ նույնիսկ մեկ քաղաքացու առաջ խոչընդոտ չկա։ Մի հոգի գնում ընտրում է ձեզ, դուք չեք անցնում պարլամենտ, բայց դուք իրավունք ունեք ձեր ստացած ձայնը ընտրությունների ամփոփումից հետո մեկ շաբաթվա ընթացքում փոխանցել օրինակ ինձ։ Ես անցել եմ, ինձ եք տալիս։ Եվ ես պարլամենտում պիտի քվեարկեի 45,000 ձայնով, ձեր մի ձայն ունենալուց հետո ես քվեարկում եմ 45,000 մեկ ձայնով։ Պարլամենտական քվեարկություններում ամեն մարդ տեսնում է, թե իր ձայնը ինչպես օգտագործվեց, եւ ոչ մի քվեարկողի ձայն չի կորում։ Ես ֆանտաստիկ մի բան եմ գտել, տիրոջ կամքով իհարկե ես ով եմ որ գտնեմ, ինձ դրան արժանի համարեց։ Ես էլ ուզում եմ, որ քանի որ ես հայ եմ, մեզ պատկանի, ու աշխարհը ասի, ահա հայկական ժողովրդավարության մոդելը, այդպես ասեմ, եկեք դնդունենք, որ մեր քաղաքացին իսկապես իրեն երկրի տերն զգա։ Պատգամավոր չիկները կարող են եղանան, հիմա բոլորը իրավ հավասար են, չէ՞։ Մեկը ստացել է 5,000 ձայն, մյուսը ստացել է 20,000 ձայն, բայց պարլամենտում մեկ ձայնով քվեարկում են, վերջանում է դա։ Շատ լավ մշակված համակարգ է, այնպես որ մենք փետրվարի 18-ը ի վերջո արձանագրեցինք նրանով, որ այս իշխանություններն էլ ի տարբերություն մինչև այսօր իրենց դրսևորած կեցվածքի, որ ավելի նման էր նախկինների պարտակելու փորձին, այս իշխանություններն էլ կարող են քայլ կատարել իրենց երեխաների օգտին, չեմ ասում ազգի օգտին, բայց դա մեր երեխաների համար է արվում ամեն ինչ, որ մենք իսկապես ունենանք լավ ապահով երկիր եւ հետո գիտեք լրացուցիչ կռվան ենք ստանում։
Այսօր Նիկոլ Փաշինյանը մրցակցության է եղել, բռնապետների հետ մրցում է բռնապետական կանոններով։ Սրանից սկզբանե պարտված է։ Իսկ մեր առաջարկն այն է, որ մի հատ բռնապետական հակումներ ունեցողներ ասում ես, գիտես, իմ ժողովուրդն է որոշումներն ընդունողը։ Իմ ժողովուրդն է այսպեսի սահմանադրություն է որոշել։ Ալիև ջան, դու ուզում ես, որ մենք մեր սահմանադրության մեջ գրենք Կեցե արևմտյան Ադրբեջանը, մեր ժողովուրդը դա այդ կարծիքին չի։ Դու ինձ հետ կարող ես խոսել, բայց մի մտածիր, թե ես առաջվա նման, ինչ ասեիր, ես էլ ասում եմ, պատկերացնում եք, ինչ մակարդակի էր հասել, ինչ ուզում եմ, դա էլ բանակցում եմ։ Հասկանում եք, սա ինչ սարսափելի բան է։ Բայց ես կրկնում եմ, ինչպես մանկապարտեզի դաստիարակը երեխաներին ասում է, այս բանը չի կարելի, սա է ճիշտ է եւ այլ, թեկուզ այդ ոճով։ Եթե Աստված տվել է ինձ այդ հնարավորությունը, ես պիտի օգտակար լինեմ։ Օգտակար լինեմ նաև ներողություն, օգտակար լինեմ առավել եւս նրանց, ովքեր որ շատ են շեղվել։ Իսկ շեղման հետևանքների համար հետագայում պատասխան կտան։ Պարզ է, եւ մի հարց, որ շատ կարեւոր է, իհարկե, մենք գիտեք, որ արդեն Բաքվում կայացել է այդ շինծու դատավարությունը, ոմանց դատապարտել են ծմա, ոմանց 20 տարի, դե Ռուբեն Վարդանյանն էլ նստել է հացադուլի արդեն 20 տարի ստանալուց հետո, մի խոսքով շատ տխուր այդտեղ զարգացումներ են գնում, այդ մասին ինչ կարող եք ասում։ Դե բոլոր տխուր զարգացումները հետևանք են այն բանի, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին սխալ կեցվածք դրսևորեցին։ Տեսեք այսօր մեղմ եմ ասում, իսկ ընդհանրապես վերջին օրերին ես ասում եմ, որ նրանք ոչ թե Ալիևի կալանավորներն են, այլ Հայաստանի իշխանությունների։ Որտեղ երբ Հայաստանը հակադրության կողմերից մեկը հակամարտության արդարացրեց միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության պատերազմի եւ պատերազմի սպառնալիքի միջոցով հարցեր լուծելու գործելակերպը ի վերջո մեր վրա են հարձակվել, Արցախի վրա են հարձակվել, Հայաստանի վրա են հարձակվել, եթե Հայաստանը որպես կողմ է հանդես գալիս, ու ասեց, որ մենք սխալ ենք եղել, մենք հանցագործ ենք եղել, Արցախը ձերն է։ Տեսեք ժողովրդավարությունից ինչ աչքյան է հեռանում։ Պիտի ասել Արցախը արցախցիներին է։ Ինչպես օրինակի համար Լենքորանը լենքորանցիներինն է, որ կամ Բաքուն բաքվեցիներինն է։ Բայց երբ դու այնտեղ ճնշում ես գործադրում, կամ քեզ իր ամբողջ իր նախորդած փուլում ինքը հայտարարում էր, ես Արցախից ընտրված չեմ, որ արցախցիների փոխարեն որոշում ընդունեմ, բայց հիմա ինչ ասեց, ասեց ես ստորագրում եմ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, արցախցիների վերաբերյալ որոշումներ եմ ընդունում, վերջում էլ թույլ տվեց ասելու, որ այս 30 տարվա ընթացքում հայերը մեղավոր են եղել ու սխալ են եղել։ Դրա հետևանքով է Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները այնտեղ, ես եթե կարողանայի Ռուբեն Վարդանյանին փոխանցել, կասեի, որ պետք չի այդ հացադուլը անել։ Մենք մեզնից կախված ամեն ինչ պիտի անենք, որ նրանք շուտ ազատված լինեն ու դա նաեւ այս սահմանադրության ընդունումը դրա ճանապարհներից մեկն է։ Հայաստան ժողովրդավարական պետությունը, քաղաքակրթության առաջամարտիկը, դա է իմ խնդիրը։ Եվ դա իմ խնդիրը չի, Աստված ինձ տվել է, որ ես դարձնեմ իմ ազգինը։ Ինչպես ժամանակին անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարը, գիտեք, Հայաստանում էր դա գործնական զարգացում ստացել, միայն Հայաստանում։ Սախարովը դրա մասին խոսել է, գիտեք, մոտ ենք եղել, Լևկո Լուկյանենկոն խոսել է, ընդհանրապես խոսել ու մոռացել։ Իսկ մենք կազմակերպություն ենք ստեղծել ու ճիշտ է Հայաստան մի քիչ ավելի ուշ եկավ, բայց երբ լավ գաղափարը քո հայրենիքում չի գործում, հասցնում ես միջազգային հանրությանը, այնտեղից հետ է գալիս։ Գիտեք, որ մեր հանրաքվեից առաջ Գորբաչովը հանրաքվե կազմակերպեց։ Հայաստանն էր նախաձեռնողը, Հայաստանը ստիպեց Բրեժնևին ընդունել նոր սահմանադրության մեջ ընդունել դրույթ, որ կարող է հանրաքվե լինել եւ հանրաքվեի օրենքի մասին ներկայացրել բոլոր փաստաթղթերն։ Ի վերջո Գորբաչովին անձամբ ես եմ ստիպել։ Ինչ ձևով եմ ստիպել աշխարհում այդ հանդիպումների ժամանակ ասում են նա դեմոկրատ չի։ Եթե դեմոկրատ լինի հանրաքվեի մասին օրենք կունենա։ Հիմա նույնը, այդ նույն գործընթացը զարմանալի է, չէ՞ որ ես կապում եմ իրար հետ, բայց անմիջականորեն կապված է։ Վենսը ոչ թե խեղճացած պիտի ասեր, գիտեք, քաղաքականների հարց կա, ու լսեր թե նա ինչպես ասում Նյուրնբերգ, պիտի պատրաստ լիներ, դրան պատրաստողը դու պիտի լինես, այդ հարցը քոնն է։ Դու դրա մեջ պիտի եփված լինելով, ինչպես ժամանակին ես հասարակ ձևով էի խոսում,
ամերիկյան սենատորների կոնգրեսականների հետ։ Ասում եմ, լսեք, դուք ասում եք Գորբաչովը լավն է, բայց մոռանում եք ինքը կոմունիստ է։ Եվ ասում է միակուսակցական դեմոկրատիա։ Ձեզ հետ ինչ է կատարվում։ Ու սրանք իսկապես ամաչում էին, որ ոնց կարող է միակուսակցական դեմոկրատ լինել։ Ու դա աշխատում էր։ Հիմա ես այդ դիրքերում չեմ, բայց ես ունեմ փորձառություն եւ փորձում եմ դարձնել դա մեր սեփականությունը։ Շատ ամոթ է մեզ համար, որ մենք ունենք ռազմագերիներ ու այդ պայմաններում խոսում ենք, արտասանում ենք խաղաղություն բառը։ Դա նողկալի է նույնիսկ, դա միայն ամոթ չի, որովհետեւ ունենալ ռազմագերիներ, պատանդներ եւ այդ իրավիճակը համարել խաղաղարար նշանակում է հայ ժողովուրդ վաղը դուք բոլորդ գերի կլինեք, բայց պիտի համարեք խաղաղություն։ Պարտված, կոտորված կլինեք, ցեղասպանության ճանապարհին կլինեք, բայց հաղթանակ։ Նիկոլ Փաշինյան, մի հատ քեզ հայելու առաջնայի, քեզ թափ տուր, ասա, ինչքան կարող եմ ինձ հակասել։ Վերջապես մարդ եմ, չէ, մարդու տեսք ունեմ։ Ես չէի ասում, ինչ էլ լինի, մեզ պարտված չճանաչենք։ Քեզ խափիր, տղա ջան, բայց ինչ ես մի ամբողջ ժողովրդի խափում։ Հիմա ես հնարավորություն եմ տալիս մասնավորապես սահմանադրության այս նախագծով եւ նրա շուտապույտ ընդունմամբ արագ փոխել իրավիճակը նախ Հայաստանում, կներեք, անհամես չթվա, հետո ամբողջ աշխարհում, որովհետեւ աշխարհը այսօր սկսել է ուժից խոսել։ Դա ժամանակավոր երևույթ է, բայց այդ ժամանակավոր երևույթի ընթացքում 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ կարող են տուժել։ Իրավունքը պիտի գերակայի աշխարհում։ Եվ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շիրի բարեկամներ, մենք իսկապես հրաշալի հյուր ունենք մեր անկախության առաջին ազատ մարտիկներից մեկը, մեր պետական հանրաճանաչ գործիչ Պարույր Հայրիկյանն էր Փակ TV-ի տաղավարում, ինչպես միշտ նրան սպասեք նաև առաջիկայում։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։